Իհարկե ցանկալի կլիներ, որ այս չեպազրույցը լիներ Վենսի Բաքու այցելությունից հետո, բայց քանի որ հետաքրքրությունը կա, հիմա խոսենք, հետո առիթ կընձեռնենք։ Չմոռանանք, որ Դավոսում Թրամփը հանդիպել էր Ալիևի հետ, Փաշինյանի հետ չէր հանդիպել, հետևաբար Ալիևի հետ ինքը ավելի լուրջ խոսակցություններ ուներ եւ ես կասկածներ ունեմ, որ Վենսը Բաքվում ավելի լուրջ հարցեր կքննարկի, քան թե ինչ քննարկել է Հայաստան։ Ինչը զարմանալի չի, որտեղ հաղթած ղեկավարի հետ են լուրջ հարցեր քննարկվում, պարտվածի հետ ոչ։ Մյուսը այս իշխանությունները հավատարիմ են մնում իրենց զեղծարարությանը, այդ գործելավոճին։ Չմոռանանք, որ օգոստոսի 8-ի թուղթը, որը ստորագրվել է, դա երկկողմանի համատեղ հռչակագիր էր Ալիևի եւ Փաշինյանի միջեւ, որը արվել էր Թրամփի ներկայությամբ, բայց Փաշինյանի կայքի վրա հիմա չգիտեմ փոխել են թե չէ, ներկայացնում է, որ դա եռակողմ հռչակագիր է։ Ակնհայտ է, որ փորձում էին խաբել, տենց պատահական սխալ չի լինում, թարգմանության այդպիսի սխալ չի լինում, որտեղ մի բան է եռակողմ հռչակագիր, մի բան է երկկողմ հռչակագիր, մի բան է, որ 3 համարժեք ստորագրություն է, մի բան է, որը գրված է, որ Թրամփի վկայությամբ կամ ներկայությամբ են ստորագրել։ Յունը տեղի ունեցավ 3 այդ ներդրումներ բառի հետ կապված։ Վենսը ներդրում բառ չի ասել, որ հիմա մեր որոշ հայրենակիցներ անտեղեկությունից կամ լավ, սենց ասեմ, կանխավարկածը ազնվության, անտեղյակությունից վարդագույն օպտիմիզմով են համակվել, որ հեսա Միացյալ Նահանգները 9 միլիարդի ներդրում կկատարեն, ոմանք նույնիսկ ավել են առաջ են գնում, ասում են 9 միլիարդի օգնություն կստանան, եւ չեմ զարմանում, որ բաժանում են 3 միլիոնի, ասում են օդեն ախտաման վրա 1.7 միլիոն փող է գալիս։ Խոսքը գնում էր ընդամենը առևտրի մասին եւ ավելի շուտ էներգետիկ բնագավառում, այսինքն 5 միլիարդի առևտրի պոտենցիալ կա հիմնական էներգետիկ բնագավառում, 4 միլիարդը վարելիքի գնման, սպասարկման, որովհետեւ ակնհայտ որ եթե ատոմակայանը կառուցում, այդ վարելիքը պետք է գնվի, պետք է օգտագործվի եւ վերամշակված վարելիքը պետք է դուրս տարվի, բայց այս իշխանությունների թարգմանությունը գոնե եթերով գնացել է ներդրում, ինքը ներդրում բառ չի օգտագործել։ Մյուսը, Վենսի այցելությունը պետք է օգտագործվեր ազգային եւ պետական քաղաքական նպատակներն առաջ տանելու համար։ Այսօր մենք մեր երկիրը, մեր ժողովրդը ինչ խնդրի առաջ է կանգնած։ Առաջին ադրբեջանական զավթիչ ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքում եւ պետք է դիմել Վենսին խնդրելով ամբողջ ազդեցությունը կիրառել, որ Ադրբեջանի զավթիչ զորքերը հանի։ Չի կարող լինել խաղաղություն, երբ զավթիչները քո տարածքում են։ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ ինքը սահման է խախտել եւ սահմանազատումը այդան գործիքը չի։ Սահմանազատումն ասում է դե չգիտենք, կամ սահմանները գիտենք, բայց եկեք հարմարացնենք, օպտիմալացնենք կամ վերջնականապես որոշենք 240 կիլոմետրը դա ընդամենը 1 միլիմետր չի կամ 10 մետր չի, որ դու սահմանազատման գործընթացում կարգավորես։ Մյուս խնդիրը Հայաստանի ապաշրջափակման հարցը։ Թրիփը երկաթուղին նույնիսկ եթե ոսկուց կառուցվի ռելսերը, իսկ խողովակաշարի գազամուղի նավթամուղի պլատինից կառուցվի, միևնույնն է, դա չի ճեղքում Հայաստանի շրջափակման հարցը, որպեսզի Հայաստանի շրջափակումը ճեղքվի, անհրաժեշտ է, որ Հայաստանը Նախիջևանով նույն պայմաններով, այսինքն անխոչնդոտ անցման front office back office-ով կարողանա հայաստանցիները կարողանան ագարակից հասնել մինչև երասխ կամ երասխից իջնել մինչև ագարակ եւ էլի նույն պայմաններով անխոչնդոտ անցման իրավունք ունենան Իջևանից դեպի Ղազախ եւ հետո դեպի Արևելք կամ դեպի Հյուսիս։ Մյուս խնդիրը Արցախի խնդիրն է։ Ակնհայտ է, որ ինչ խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը Արցախի հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությանը որպես պատանդպանում է եւ դատապարտում է լավ երկար ժամկետներով բանտարկության, չնայած հասկանալի է, որ ցմա եւ 20 տարի նույնն է այսինքն։ Եվ վերջապես պետք է խնդրել, որ Միացյալ Նահանգները իրենց ազդեցությունը օգտագործեն, որպեսզի մարդիկ ազատ արձակվեն։ Մյուսը Արցախում գտնվող հայկական կրոնական պատմամշակութային ժառանգության պահպանումն է։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը քարերի դեմ չի կռվում, Ադրբեջանը կռվում է պատմության դեմ, փորձում է
նենգափոխել պատմությունը, քանդելով եկեղեցին, վաղը մյուսերը կարող են ասեն, այստեղ հայկական հետք չի եղել, հայերը քոչվոր են եղել, եկան, անցան, գնացին։ Եվ վերջապես արցախցիների վերադարձի իրավունք, սա մարդու իրավունքների հարց է։ Մարդիկ իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք եւ ցանկացած ազգային իշխանություն այդ հայեցը բարձրացած կլիներ, ինչը վստահ եմ, որ ոչ, վստահաբար, որ ոչ, կարող ես շատ բան խոսել, բայց նայած ոնց ես խոսում եւ ինչ բառամթերք ես օգտագործում։ Նույն օգոստոսի 8-ին, երբ Թրամփն ասում էր 23 քրիստոնյա գերիներ, հիշում ենք Փաշինյանի արձագանքը։ Ինչ ավերում է դրական բանին, իհարկե 30-35 տարվա դիվանագիտական հարաբերությունների մեջ սա ամերիկյան ամենաբարձրաստիճան այցն էր Հայաստան, պետք է լավորոշ ցույց է տալիս, որ ամերիկյան հարաբերությունները արդեն 35 տարի կայուն աճ են արձանագրում, բայց այցից պետք է ստանալ լավագույնը։ Հիմա վերադառնալով ձեր հարցին։ Այդ հայտարարությունը եւ ինչ մեսեջներ կային։ Ընտրություններով երբ իշխանությունը փոխվի, Միացյալ Նահանգները եւ Միացյալ Նահանգները բոլոր երկրները ճանաչեն ընտրությունների արդյունքները, անկախ նրանից թե ինչ են ասում ընտրություններից առաջ։ Բայց ակնհայտ է, որ այս իշխանությունները փորձել են իրենց այցը օգտագործել ներքաղաքական նպատակների համար, նաեւ նենգափոխելով իր խոսքը։ Ինչ են արել, բայց մի հատ ավարտել։ Դե օրինակ մարդը չի ասել ներդրում, իրանք ասում են 9 միլիարդի ներդրում։ Այս կոնկրետ այս մասը ինչ են արել, որ մեր քաղաքական օրակարգով են փորձել։ Դասկան ամերիկացիների 9 միլիարդի ներդրում են կատարել, մենք լավ են կապելու, դա մեր քաղաքական ազդեցություն չի ունենալ։ Դուք ասում եք ունենալ